Քրիստիան Դիորը չափազանց սնահավատ էր եւ հաճախ խորհրդակցում էր տարրո գուշակների հետ։ Ճիշտ է, եւ նա նույնիսկ պատրաստ էր վերջին պահին չեղարկել ցուցադրությունը, եթե հանկարծ տարրո քարտերը նման խորհուրդ տային։ Ժամանակին կանանց ձերբակալում էին հասարակական վայրում տաբատ կրելու պատճառով։ Ճիշտ է։ Նախքան 20-րդ դարի սկիզբը կանայք հագնում էին բացառապես կիսաշրջազգեստներ եւ զգեստներ, իսկ տաբատը համարվում էր համարձակ եւ ինչ որտեղ ոչ պատշաճ հագուստ, որը կարող էր դառնալ ձերբակալության պատճառ։ Նախքան հաջորդ հարցին անցնելը հետևիր իմեջին, եթե արդեն իսկ չես հետևում։ Հարսանյաց զգեստները միշտ եղել են սպիտակ։ Սխալ եմ, հարսանյան զգեստների սպիտակ լինելու կանոնը, այսպես ասած, ծագել է 1840 թվականին, երբ Թագուհի Վիկտորիան առաջին անգամ ընտրեց այդ գույնը հարսանյան զգեստի համար, իսկ մինչ այդ կանայք պարզապես ընտրում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները անկախ գույնից։ Բիկինին անվանվել է միջուկային զենքի փորձարկման վայրի անունով։ Ճիշտ է, հիմնադիրը հույս ուներ, որ տվյալ հագուստի կտորը կունենա պայթուցիկ էֆեկտ, ինչն էլ փաստացի եղավ առնվազն սկզբի մի քանի տասնամյակների ընթացքում։ Լուի Վիտոնը հաճախ է ունենում մեծ զեղչեր։ Իսկ այս հարցին թող պատասխանեն իմ հետևորդները։ Մեկնաբանություններում գրեք, արդյոք ճիշտ է, թե սխալ այս պնդումը։ Նաև չմոռանաք հավանել եւ կիսվել այս տեսանյութով ձեր ընկերների հետ։